ՀԱՊԿ-ն առաջարկում է չշտապել ու ժամանակից առաջ չընկնել կազմակերպությունից Հայաստանին հեռացնելու հարցում։ Գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովն ասել է, որ Երևանը թեև դե ֆակտո չի մասնակցում ՀԱՊԿ քննարկումներին, բայց դե յուրե մնում է կազմակերպության անդամ։ Исключать или не исключать это решение? Բացառել թե ոչ, որոշումներն ընդունում են ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները։ Մենք որպես քարտուղարություն չենք կարող որոշում կայացնել այս կամ այն կողմի փոխարեն, ուստի ամեն ինչ դեռ առջևում է։ Կքննարկվի արդյոք այս հարցը լրջորեն այս տարվա նոյեմբերին Մոսկվայում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստում։ Դա նույնպես հարց է, դա որոշում են հենց պետությունների ղեկավարները։ Եկեք չշտապեցնենք։ Չարժե կանխագուշակել իրադարձությունները, որոնք կապված են Երևանի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու հետ, քանի որ կա երկրի ղեկավարության կարծիքը եւ կա նաեւ հայ ժողովրդի կարծիքը։ Նիկոլ Փաշինյանը, որ նորերս ազգային ժողովի ամբիոնից ասել էր, թե գոհ կլինի, եթե Հայաստանին հեռացնեն ՀԱՊԿ-ից, հիմա արձագանքելով դիտարկմանը, թե ստացվում է, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը Հայաստանն ու Ռուսաստանը գցում են իրար վրա, վստահեցրեց, Ռուսաստանի վրա ոչ մի բան չի գցում։ Մենք Ռուսաստանի վրա ոչ մի բան չենք գցում, մենք թափանցիկ հրապարակային ազնիվ ձևով մեր դիրքորոշումներն ենք արտահայտում, հարգում ենք ուրիշների դիրքորոշումները եւ հարգանք ենք ակնկալում մեր դիրքորոշումների վերաբերյալ։ Փաշինյանը մեկնաբանեց նաև, թե ինչու է 2026-2031 թվականների կառավարության ծրագրում Ռուսաստանի մասին ռազմավարական դաշինք ձևակերպումը փոխարինվել գործընկերային հարաբերություններով։ Ձեր աչքի առաջ է եղել 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո, որովհետև ասել, որ ռազմավարական գործընկերություն է, դա պետք է նշանակի, չէ՞, բա հիմա ես որ գրեմ ռազմավարական գործընկերությունը, երբ որ դուք հարցնեք, բա 2022 թվականին ՀԱՊԿ-ը եւ Ռուսաստանի Դաշնությունը անվտանգային ոլորտ իրենց պարտականությունները չկատարեցին, ինչի չկատարեցին, ես ինչ պատասխանեմ ձեզ։ Իսկ Ռուսաստանից ասել են, որ նախկինի պես Հայաստանը համարում են եղբայրական երկիր, որի ժողովրդի հետ Ռուսաստանին կապում են հարյուրամյակների ընթացքում ձևավորված առանձնահատուկ հարաբերություններ։ Մարիա Զախարովան է հայտարարել։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը շեշտել է, որ Մոսկվան չի միջամտում ինքնիշխան պետությունների, այդ թվում Հայաստանի ներքին գործերին, ներառյալ նրա իրավապահ մարմինների գործունեությունը։ Мы не вмешиваемся во внутренние дела суверенных государств, включая Армению. Մենք չենք կարող անտարբեր մնալ այնտեղ տեղի ունեցող քաղաքական գործընթացների նկատմամբ, հատկապես երբ դրանք այսպես թե այնպես անցնում են մեր երկրի հետ երկկողմ հարաբերություններին առնչվող եւ նմանատիպ այլ կարգախոսների ներքո։ Ցավոք, այն բացասական միտումը, որին ուշադրություն էր հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, դեռևս ապրիլի 1-ին Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ շարունակվում է։ Այն է իրական բռնաճշումների էսկալացիան այն քաղաքական ուժերի եւ գործիչների նկատմամբ, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների պահպանման եւ ամրապնդման օգտին։ Եվ իհարկե սա ակնհայտորեն հակասում է երկկողմ կապերի առաջընթաց զարգացման վերաբերյալ հայ հասարակության պահանջին, որը հստակ դրսևորվեց հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններում, եւ ենթադրություններ է առաջացնում հայուժայինների նշյալ գործողությունների քաղաքականացված բնույթի մասին։ Հանրապետության իշխանությունների նման ապակառուցողական գիծը կտրուկ հակասում է պաշտոնական Երևանի հանրային հավաստիացումներին, թե իրենք քայլեր չեն ձեռնարկում Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնելու համար, ինչպես իրենք են հավաստիացնում։ Ռուսական կողմը Զախարովայի խոսքով ակնկալում է, որ այն քաղաքական կուսակցություններն ու դաշինքները, հասարակական գործիչներն ու ակտիվիստները, որոնք Հայաստանում ջանքեր են գործադրում Ռուսաստանի հետ ավանդական երկկողմ գործակցության ամրապնդման ուղղությամբ, կկարողանան հանգիստ մասնակցել երկրի ներքաղաքական կյանքին, իրենց ներդրումն ունենալով դրա զարգացման ու բարգավաճման գործում։ Ահարոն Հայրապետյան, Էպիկենտրոն։